Ում կտայք ձեր ձայնը հոգուտ Հայաստանի եք ընտրելու, թե Արևմտյան Ադրբեջանի։ Փաշինյանը հունիսի 7-ին նորից կստանա ժողովրդի քվեն։ Չեմ կարող ասեմ, ամեն մարդի ժողովրդի քվեն, ես իմ ձայնը տալու եմ Սամվել Կարապետյանին։ Դժվար է ստանալ, բնականաբար Սամվել Կարապետյան, անդիմադիր ու Սամվել Կարապետյան։ Ինչի։ Լրիվ ձևով։ Ինչի։ Հզոր մարդ է ինքը, ուժեղ մարդ է։ Ինքը չի նայելու բյուջեից մի կոպեկ գողանոթանա իր գրպանոթանա։ Իրան այնքան շատ մեծ իր գրպանի չպերատնա մեր բյուջե, մեր ժողովրդին հարստացնա։ Ինքը կարա տենց էլ անա։ Բայց եկողը մենակ մեր բյուջեը տնա իր գրպանը, բայց ինքը հակառակ կարող է բերա։ Ինքը այնքան շատ մա։ Հանուն Հայաստանին եմ տալի իմ ձայնը, բայց իրականությունում ես չեմ տեսնում, որ Փաշինյանին ձայն տան։ Ձայն տվողներն էլ, ինչ ասեմ, դրանք կիսահայ են։ Ես այս մարդուն եմ հարգում, որ եկել այսքան Մոսկվայից այդ բիզնես թողերը միլիարդ հատերը, եկել այս հայ համար պաշտպանում է, հայերի ժողովրդին։ Եթե չստանայել, չել հրաժարվել է, ես չես ասեմ։ Նա մինչև ես պայքար, մենակ ինքն էլ իրեն ընտրավ ասել է, ես եմ ժողովուրդն ընտրել այն։ Դժվար է պրտնել Փաշինյանից։ Ոչ, ես ընտրելու եմ Հայաստան Դաշինքին, որի ղեկավարը Ռոբերտ Քոչարյանն է։ Իսկ գիտեմ, ովքեր Նիկոլ Փաշինյանն են ընտրելու, նրանք մի քիչ կոպիտ բառ եմ ասելու, թուրք են։ Ես նրանց կասեի թուրք են։ Դե ստացավ դգլասի Թուրքիա էլի։ Ինչի։ Դե տալի։ Իրանք իրաց պատրաստկա են անում իրար իրանք։ Մեզ էլ անտեսում են։ Այսինքն եթե ինքը ստացավ քվեն, մենք Ադրբեջան կդառնանք։ Դե տես մի բան արնելու։ Դե եթե կապրեկը տեսնենք, չգիտեմ։ Ուժեղ Հայաստան, ելում պետք է ինտերեմ։ Մեր Հայաստանը Արևմտյան Ադրբեջանի հետ իր գործում է։ Հանուն Հայաստանի։